Ողջույն սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ արդեն վերջին խաղային օրը կմեկնարկի, որտեղ առաջինը միմյանց կմրցեն Աջափնյակը եւ Մալացյան։ Շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվելու այս 50 րոպեների ընթացքում։ Եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Աջափնյակից։ Գրիգոր Արաքելյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, թիմի ավագ Ժոզեֆ Շանելյան համար 5, Գոր Մարտիրոսյան համար 6, Մխիթար Ամբարձումյան համար 8, Ռաֆայել Մովսիսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանդամիրյան համար 14 եւ Անդրանիկ Պետրոսյան համար 17։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկտարկի համար։ Քիչ անց կտրվի մրցավարի մեկնարկային սուլիչը ու արդեն հանդիպումը կվերսկսվի։ Ծանոթացնեմ նաեւ Մալացիայի կազմը։ Արամ Խաչատրյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արսեն Գասպարյան համար 3, Հրաչ Օսիպյան համար 4, Գագիկ Կուրգինյան համար 5, Սերգեյ Սաֆրազյան համար 6, Արեն Սիմոնյան համար 7, կա մրցավարի սուլիչը ու մեկտարկած է հանդիպումը, գնացինք դիտելու այս հետաքրքիր հանդիպումը միասին, շարունակեմ ծանոթացնել Մալացիայի կազմը։ Մարկ Տարչյան համար 9, Հարություն Ղազարյան համար 10 եւ Նարեկ Սիմոնյան համար 11։ Այսպիսի կազմով է ներկայացել այս հանդիպանը Մալացիա ակումբը ու տեսնենք արդեն ինչ կփորձեն անել թիմերը։ Իհարկե Աջափնյակը շատ լավ մարզավիճակում է գտնվում այս պահին մրցաշարային աղյուսակի ի խմբում երկապայի դրությամբ Աջափնյակը գտնվում է 4-րդ հորիզոնականում, բայց դեռ ունի անցկացնելու երկու հանդիպում։ Սա հիշեցնեմ հետաձգված հանդիպում է 7-րդ տուրից։ Այս հանդիպումը ավելի վաղ պետք է կայանար, բայց այսօր այս հանդիպումը տեղի ունենում ու Աջափնյակը այս պահին 18 միավորով 4-րդ է, բայց իհարկե ակտանակ տանելու դեպքում ու 3 միավորին արժանանալու դեպքում Աջափնյակը միանգամից վեր կբարձրանա 1 հորիզոնականով, կշրջանցի Սելտային ու ընդամենը 1 միավոր կզիջի Ատլետիկո Երևանին ու Վիլյարեալին։ Գրիգորյան փորձեց գնդակ այստեղ հասցեագել Մովսիսյանին, բայց չանցավ ու հիմա փորձում է գրոհի անցնել Մալացիա ակումբը։ Տեսնենք ինչ կփորձեն անել, այստեղ Դավթյանը թույլ չտվեց իրեն շրջանցել։ Հիմա արդեն ձախ եզրով են գրում Մալացիայի տղաները, բայց այստեղ կորցրին գնդակ ու Ամբարձումյանը կսկսի Աջափնյակի եւս մեկ գրոհ, բայց սուլեց մրցավարը, հասկանանք ինչ է տեղի ունեցել, կարծես խաղի կանոնների խախտում թե ոչ, համենայն դեպս խոտացած կին հայտնվել Մալացիայի ֆուտբոլիստը ու սուլեց մրցավարը, չկար խաղի կանոնների խախտում։ Հիմա վերսկսվում է հանդիպումը, Խանդամիրյանն է ձախ եզրում գնդակով, չանցավ այստեղ փոխանցումը, բայց մնաց գնդակը Խանդամիրյանի մոտ։ Դավթյանի հետ խաղարկումը գեղեցիկ էր, Մովսիսյան շարժվում է առաջ, Ռաֆայել Մովսիսյանը, տեսնենք ինչ որոշում կայացնի, առայժմ արգելակեց Շանելյանին, ուղարկեց գնդակը ու Աշեզով է արդեն Աջափնյակը շարժվում առաջ, Մարտիրոսյան ուղարկեց գնդակը առաջ, այստեղ Գրիգորյանն է պայքարում գնդակի համար ու կարողացավ այն պահել իր մոտ։ Վարդան Գրիգորյան վտանգավոր է, կա փոխանցում ու արդեն կտեսնենք առաջին անկյունային այս խաղում։ Մարտիրոսյան բարձից փոխանցում ու Խանդամիրյանը չի կարողանում նպաստավոր դիրքից խոցել, դարպասը կարող էր բացել հանդիպման հաշիվը, բայց առայժմ դարպասը մնաց անառիկ ու հիմա արդեն տեսնենք Մալացյանի կփորձի անել, Դավթյանի մոտ հայտնվեց գնդակը, ուղարկում է ձախ եզր Խանդամիրյան ու խորքից կրկին Աջափնյակը եւս մեկ գրոհ է փորձում ձեռնարկել։ Շանելյան լավ նկատեց Ամբարձումյանին, վերջինս է թողեց գնդակը Դավթյանին, բայց այստեղ փոխանցումը չանցավ Դավթյանի կատարած ու հիմա գուցե որևէ բան կարողանա Մալացյան ձեռնարկել, ոչ, Ամբարձումյանը դա թույլ չի տալիս ու ստիպված եղան նահանջել արդեն Մալացիայի ֆուտբոլիստները։ Հիմա էլ սխալ ու Մովսիսյանը բացում է հանդիպան հաշիվը 1-0։ Ռաֆայել Մովսիսյան 1-0 օգտվեց իր առաջին հնարավորությունից Մովսիսյան ու կարողացավ բացել հանդիպան հաշիվը։ Հիմա արդեն Աջափնյակը ստանձնում է հաղթողի կարգավիճակ այս խաղում, Ամբարձումյանն էլ հիմա խլում կատարեց ու շարժվում է առաջ։ Խանդամիրյան, կրկին Ամբարձումյան խաղարկում են առայժմ խորքում Աջափնյակի ֆուտբոլիստները գնդակ ու հիմա արդեն դեպի կենտրոն Դավթյանն է այստեղ ուղարկեց գնդակը Մովսիսյանին։ Շանելյան, կրկին Մովսիսյան դեպի աջ, Մարտիրոսյանն է այստեղ գլորում են հանգիստ գնդակը Աջափնյակի ֆուտբոլիստները։ Դավթյան
Համբարձումյանի փոխանցում կատարեց, հիմա էլ Խանդամիրյանի մոտ է գուցե փորձի, բայց ոչ բավական էր տարածությունը չարվածեց Խանդամիրյանը, իհարկե նա ցանկացած այսպիսի տարածությունից կարող է կրակել մրցակցի դարպասի ուղղությամբ։ Վարդան Գրիգորյան, Մարտիրոսյան, անդադար խաղարկում է գնդակը Աջափնյակը, իհարկե հանդիպման ընթացքը հենց այդպես էլ կանխատեսելի էր, բայց պետք է փորձի Մալլացյանը ամեն կերպ դիմակայել այսօր շատ հզոր մրցակցի Մովսիսյան գեղեցիկ է, Համբարձումյան, Մովսիսյան ու հիմա չստացվեց հարված կատարել Մովսիսյանի մոտ, ուղարկում է գնդակը դեպի Աչեզր, Մարտիրոսյանն է այստեղ էլ, բայց այս դեպքում Մարտիրոսյանին հարված կատարելու հնարավորություն չտվեցին Մալացիայի պաշտպանները ու արդեն եզից են նետում։ Աջափնյակը Շանելյան, մեկը պումով թողեց գնդակը Ռոման Դավթյանին, դեպի ձախ, Խանդամիրյան, կրկին Դավթյան ու փոխեց գրոյի եզրը Ռոման Դավթյանը դեպի աջ ուղարկելով գնդակը Մարտիրոսյան լավ փոխանցում կատարեց Շանելյանի ուղղությամբ Համբարձումյանին էլ ասյակեց գնդակը Շանելյանը, բայց այստեղ հեռացեցին գնդակը Մալացիայի պաշտպանները, իհարկե շատ բացահայտ է այս րոպեների խաղադաշտում Աջափնյակի առավելությունը ու պետք է կրկնում եմ եւս մեկ անգամ մտածեն այս ամենի մասին Մալացիայի ֆուտբոլիստները, այնուհետև փորձեն շտկել իրավիճակը, քանի որ Աջափնյակը այսպես անդադար կարող է խաղարկել գնդակը Համբարձումյան, նորից Շանելյան, Մխիթար Համբարձումյան, Ռոման Դավթյան դեպի Մարտիրոսյանը փոխանցում հետևեց կասնի անկասկած Մարտիրոսյան այս գնդակին հասավ ու այն պայեցին մոտ հիմա ուղարկեց Համբարձումյանին գնդակը Մովսիսյան, Ռոման Դավթյան, ձախից կա Խանդամիրյանը Մովսիսյանի հետ խաղարկեց գնդակը գեղեցիկ է Ռաֆայել Մովսիսյան կարող է հարվածել Մովսիսյանը կատարեց փոխանցում ու այստեղ հրաշքով գնդակը միայն չի այտվում հիմա Մալացիայի դարպասում Համբարձումյանը կարող է այս դրվագում կրկնապատկել Աջափնյակի առավելությունը, բայց հարված այնպես չստացվեց Համբարձումյանի ինչպես իհարկե նա կցանկանար ավելի լավ կատարել ու Մալացյան սկսում է խորքից հիշեցնեմ Մալացիայի առաջին հանդիպումն է Սաֆլեի շրջանակներում թիմը իր առաջին հանդիպումն է անցկացնում ու պատկերացնում եք միանգամից շատ բարդ մրցակցի է հանդիպել Աջափնյակին ով իհարկե անկասկած մրցաշարային աղյուսակում պայքարում եմ առաջին հորիզոնականով խմբային փուլը հաղթահարելու համար տեղի ունեցավ հիմա փոփոխություն ու արդեն վերսկսվում է հանդիպումը գլորում են գնդակը Մալացիայի ֆուտբոլիստները Խանդամիրյանը այստեղ պագեց գնդակի ճանապարհը Պետրոսյանը քիչ առաջ դուրս եկավ խաղադաշտ փոխարինելով Ռոման Դավթյանին ու տեսնենք թարմ ուժերով արդեն Պետրոսյանը ինչ կփորձի անել հիմա նա հենց գնդակով է դեպի ձախ Մխիթար Համբարձումյան լավ է նկատել այստեղ Համբարձումյանը Մովսիսյանին, բայց գնդակը ավելի շուտ հասավ Մալացիայի ֆուտբոլիստին, հետո վերականգնեց Համբարձումյանը գնդակը ու Խանդամիրյանը թողնում է Ժոզեֆ Շանելյանին, դարպասապ Առաքելյանին փոխանցում ու արդեն աջ եզրով փորձում են սկսել գրո Աջափնյակի ֆուտբոլիստները Պետրոսյան նորից Գրիգորյան Պետրոսյանն է ուղարկում գնդակը դեպի ձախ Խանդամիրյան, ձախից կա Շանելյանը, միացավ գրոին Շանելյանը, իսկ երբ նա միանում է Աջափնյակի գրոներին շատ վտանգավոր է ստացվում բայց այստեղ հեռու թողեց Շանելյանը գնդակի իրենից ու կորցրեց այն և հարված կլինի հիմա Մալացիայի դարպասից դանդաղեց մի փոքր այստեղ գնդակը խաղի մեջ մտցնելու գործում դարպասապա հիմա քիչ էր մնում արդեն սխալ տեղի ունենար պաշտպանությունում, բայց այնուամենայնիվ Աջափնյակը խլում է գնդակը Խանդամիրյան, Մարտիրոսյան գեղեցիկ է Մովսիսյան դուբլ 2-0 Աջափնյակը կրկնապատկում է իր առավելությունը
Դուբլ Մովսիսյանից 2-0 է դառնում հանդիպման հաշիվը ու հիմա արդեն իհարկե շատ ու շատ բարդ է դառնում Մալացիայի խնդիրը այս խաղում հիմա գրոյի են անցել Մալացիայի ֆուտբոլիստները, բայց այստեղ իհարկե այսպես հեշտությամբ Աջափնյակը թույլ չի տա Պետրոսյանն է ձախ եզրով զարգացրել արագություն, բայց արգելակեց ուղարկեց գնդակը Համբարձումյանին դեպի Մովսիսյանը փոխանցում է հետևում Ռաֆայել Մովսիսյան դեպի աջ Մարտիրոսյան թողեց այստեղ Շանելյանին գնդակը Մարտիրոսյանը ու արդեն խորքից են եւս մեկ գրո փորձում ձեռնարկել Մովսիսյան լավ է նկատել այստեղ հարված ստացվեց Մովսիսյանի կատարման բայց մի փոքր բարձր ընթացավ գնդակը իհարկե դա ամեն ինչ հաշվի էր առել կարծում եմ այս դրվագում փորձում էր փոխանցում կատարել բայց ստացվեց հարված դա ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հիմա էլ սխալ պաշտպանությունից դուրս գալուց Մալացիայի մոտ Պետրոսյանը խլեց գնդակը հասավ կարողացավ փոխանցում կատարել բայց միայն վերջին պահին արեց այդ ամենը իհարկե շատ բարդ էր հասնել այդ գնդակին հեռացեցին ամեն դեպքում Մալացիայի պաշտպանները գնդակը հիմա այն նորից Աջափնյակի մոտ է այո այսպես տոկոսային հարաբերակցությամբ եթե ասեմ 90-10-ի ապա գնդակին տիրելու տոկոսային հարաբերությամբ արժևում է բնականաբար Աջափնյակը ոչ մի առայժմ հարված չի հետևել հարվածի փորձ նույնիսկ չի կատարել Մալացյան Հարաքելյանի դարպասի ուղղությամբ իսկ հա գրոհից գրո ավելի է ավելացնում Աջափնյակը ու բնականաբար եթե այսպես շարունակվի մենք կարծում ենք գոլերի պակաս այսօր չենք ունենա հիմա սխալվեցին պաշտպանությունից դուրս գալուց Մալացիայի ֆուտբոլիստները ու կրկին գնդակով Աջափնյակն է Դավթյանը վերադարձավ խաղադաշտ ու խաղադաշտը լքեց Վարդան Գրիգորյանը Համբարձումյան այստեղ փորձ է ցանցում կատարել բայց հեռացեցին գնդակը նրա ոտքերի տակից ու եզրային նետում հիմա էլ կիրականացնի արդեն Աջափնյակը Մովսիսյան Իհարկե այս պահին կրկնում եմ մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է Մալացյան այս պահին 13-րդ հորիզոնականում է գտնվում վաստակած 7 միավորով իր ակտիվում, բայց դա իհարկե իր հանդիպումների արդյունքը չէ որպես փոխարինող ակումբ է Մալացյան միացել Ինտերքափ մրցաշարին ու նոր այդ միավորները ձեռք է բերել Դավթյան գեղեցիկ խաղարկում էր Համբարձումյանին հիմա էլ ուղարկեց գնդակը ստացավ պատասխան փոխանցում նրանից ու դեպի աջ է ուղարկում գնդակը որտեղ Պետրոսյանն է դեպի կենտրոն Գոր Մարտիրոսյան թողեց գնդակը Դավթյանին հարված էր կատարում Դավթյանը պաշտպանի իր վրա ընդունեց գնդակը Մարտիրոսյանի մոտ հայտնվեց հիմա էլ գնդակը բայց այս դեպքում լավ պաշտպանվեց Մալացյան ու հետո կորցրին գնդակը եզրային նետում է իրականացնում Աջափնյակը Գոր Մարտիրոսյան Համբարձումյան ու արդեն գնդակը հայտնվում է ձախ եզրում որտեղ Խանդամիրյանն է Նորից Մովսիսյան Դավթյան գուցե փորձի երվից Դավթյանը սա փոխանցում էր ու այստեղ հեռացեցին գնդակը երկրորդ տեմպով է գրոհում Աջափնյակը շատ լավն է Շանելյանի փոխանցումը բայց այստեղ չհասցրեց Համբարձումյանը արձագանքել գնդակին ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից Հիմա էլ կորցրեցին գնդակը Աջափնյակի ֆուտբոլիստները ու գուցե հիմա գրոյի փորձ կատարի Մալացյան բայց այստեղ արդեն դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից եւս մեկ եզրային նետում իրականացրեց Պետրոսյանը Խանդամիրյանի մոտ է հիմա էլ գնդակը Դավթյան եւ հետ փոխանցում դեպի Շանելյանը ով միանգամից գնդակ ուղարկում է Համբարձումյանի ուղղությամբ Պետրոսյան
Ռոման Դավթյանն է կրկին գնդակով, կա Շանելյանի տարբերակը, բայց դեպի իրենից ավելի հաճուղարկեց Մովսիսյան։ Շատ լավ նկատեց Համբարձումյանին Մովսիսյանը, բայց այստեղ հարվածը չստացվեց Համբարձումյանի մոտ, դուրս եկավ դարպասապահու խանգարեց նրան այդ գործում։ Ծակներով է հիմա Մալացյան գրոհում, ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ Առաքելյանը առանց որևէ խնդիրների կարողանում է հեռացնել գնդակը։ Այո, իսկ այս խմբում պայքարը շատ ավելի է հետաքրքրանում հատկապես առաջատարների, միջև հիշեցնեմ ովքեր են այս պահին առաջատարները ու որքան միավորում են իրենց ակտիվում Վիլյարեալն ու Ատլետիկոն հավասար միավորներով գլխավորում են այս պահին մրցաշարային նահանգուշակի 22-ական միավորներով, բայց դեռ Ատլետիկո Երևանը մեկ հանդիպում պետք է անցկացնի Վիլյարեալի համեմատ, նոր դրանից հետո ավելի կհստակ պատկեր կունենա մրցաշարային նահանգուշակը։ Դավթյան գեղեցիկ է, Ռոման Դավթյան հարված ու այստեղ դարպասապահը կարողանում է փրկել իրավիճակը, գեղեցիկ արեց ամեն ինչ Դավթյան այս դրվագում, բայց նրա կատարած հարվածից հետո դարպասապահ Արամ Խաչատրյանը հեռացեց գնդակը, անկյունային խաղարկի հիմա Խանդամիրյանը, Շանելյանն է ստանում գնդակը նրանից, կրկին ուղարկեց Խանդամիրյանի ուղղությամբ ու ևս մեկ անկյունային կտեսնենք։ Շարունակեմ ցանոթացնել մրցաշարային նահանգուշակի պատկերը, երրորդ հորիզոնականում է Սելտան, ով 10 հանդիպումից հետո ունի 19 միավոր, իսկ 8 հանդիպումից հետո Աջափնյակը ու Բորուսիա Մյունխեն-Գլադբախը 18-ական միավորներ ունեն, իրենց ակտիվում գեղեցիկ էր այս ամենը, բայց կրկին բարձր է ստացվում այս դրվագում Աջափնյակի ֆուտբոլիստի հարվածը, տվյալ դեպքում կրկին Մկիթար Համբարձումյանն էր հայտնվել։ Իհարկե այստեղ պայքարը էլ ավելի թեժ է լինելու, հատկապես առաջին երրորդ հորիզոնականով խմբային փուլը հաղթարելու համար, քանի որ այս գրոյից հետո խոսեմ, այդ մասին հարված ենք տեսնում ու այստեղ Առաքելյանը կարողանում է հեռացնել գնդակը, եթե չեմ սխալվում, հարվածող այս դրվագում Արեն Սիմոնյանն էր, բայց Առաքելյանը կարողացավ հեռացնել գնդակը, հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչ կտա Մալացյային, փոխանցում վտանգավոր է, հարվածը կա արադարձ ու հիմա էլ դարպասածողն է փրկում Աջափնյակին, Պետրոսյան այստեղ փորձեց հեռացնել դիպավ գնդակը նրա ոտքին, բայց դարպասում չհայտվեց, ևս մեկ հարված ու անկյունային ևս մեկ անգամ վաստակեց Մալացյան այս իրավիճակում դիպավ գնդակը Դավթյանին ու լքեց դաշտի սահմանները։ Այո, որքան մոտենում եմ Ինտերքափի խմբային փուլի վերջին տուրերը, այնքան էլ ավելի է լարվում մրցաշարային նահանգուշակում պատկերը նայելուց հետո հանդիպումներ, իհարկե կրկնում եմ ինչպես է անցկացվելու play-off փուլը, խմբային փուլը A ենթախմբում որ թիմը դուրս կգա խմբային փուլը առաջին հորիզոնականով կհաղթարի, play-off-ում կհանդիպի B խմբի 8-րդ հորիզոնականը զբաղեցած թիմին եւ այդպես երկրորդ հորիզոնականը զբաղեցած թիմը 7-րդին, երրորդը 6-րդին, 4-րդն էլ 5-րդ հորիզոնականով դուրս եկած թիմերին, հա, այսպես օրինակ հիմա եթե on-line նայենք մրցաշարային նահանգուշակի պատկերը, ենթադրենք այսպես on-line տարբերակով Աջափնյակը, ով այս պահին 4 հորիզոնականում է գտնվում, հա, կմրցի մյուս խմբում 5-րդ հորիզոնականով խմբային փուլը հաղթարած թիմի դեմ, ով այս պահի դրությամբ Ատալանտան է։ Ես իհարկե on-line տարբերակը ձեզ ներկայացեցի, բայց դեռ այս ամենը իհարկե փոփոխման ենթակա են։ Համբարձումյան թողնում է գնդակը Մարտիրոսյանին, Ռոման Դավթյան, կրկին Մարտիրոսյան, Գրիգորյանն ու արդեն դարպասապահի հետ է խաղարկում այստեղ Գրիգորյանը գնդակը Անդրանիկ Պետրոսյան, Դավթյան,
Մանած գնդակով Ռոման Դավթյանը կատարեց փոխանցում Համբարձումյանին, դեպի Մովսիսյանը գեղեցիկ փոխանցում էր, տեսնենք այս գրոհին չկվերացի Աջափնյակը Մխիթար Համբարձումյան, անցումը ստացվեց Համբարձումյանի մոտ, հարվածը նույնպես, բայց գնդակը չայտնվեց դարպասում, անկյունային է փոխարենը վաստակում այս իրավիճակում Աջափնյակը, Մխիթար Համբարձումյան, Մարտիրոսյան, կրկին Համբարձումյան, Մովսիսյան ու գրող արդեն աչի եզրում է Գրիգորյան գուցե հրվից, այո այդպես էլ արեց Վարդան Գրիգորյան այս իրավիճակում, բայց բարձր ստացվեց նրա կատարած հարվածը Հիմա էլ սխալվեցին կրկին Մալաչեի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց Իհարկե չի ստացվում առայժմ ոչ մի կերպ սպառնալ Լիվերպուլի ներողություն Աջափնյակի դարպասին բացառությամբ այն դրվագի երբ տեղի ունեցավ Անդրեաս Պետրոսյանից ու դարպասաձողի դիպավ գնդակը հորիզոնական դարպասաձողին ու դուրս եկավ դաշտի սահմաններից Մարտիրոսյան լավն էր փոխանցումը դեպի Մովսիսյանը ձախից կա Համբարձումյանը այդպես էլ վարվեց Մովսիսյանը այս իրավիճակում ստացավ պատասխան փոխանցում բայց հարված այդպես էլ չհետևեց դարպասի ուղղությամբ ու ամեն դեպքում Մովսիսյանից իհարկե Դավթյանը փորձեց ավելացնել հիմա է հարվածում Մովսիսյան ու իհարկե Գնդակը հայտնվեց, այո, դարպասում, երրորդ գնդակը այս խաղում տեսանք, հետրիկի հեղինակ է դառնում Աջափնյակի 9 համարը Ռաֆայել Մովսիսյանը ու խաղակեսի վերջնամասում արդեն Աջափնյակը եռապատկում է իր առավելությունը Հիմա հարվածի փորձ, բայց Առաքելյանը այստեղ վերցրեց գնդակը, իհարկե շատ արդյունավետ հանդիպում է իսկապես այսօր առայժմ առաջի կեսում անցկացնում Ռաֆայել Մովսիսյանը Դավթյան դեպի աջ ուղարկեց գնդակը Գրիգորյանին ստացավ դրանից պատասխան փոխանցումը նորից Գրիգորյան դեպի կենտրոն Համբարձումյան նորից Մովսիսյանին է ուղարկում գնդակը բայց այստեղ կորցրեցին գնդակի ֆուտբոլիստները ու այս գրոհը տեսնենք ինչ կտա Մալացիային ոչինչ Առաքելյանը դուրս եկավ ուտի ես գնդակին Մարտիրոսյանի անցումն էլ գեղեցիկ էր դեպի աջ Ռոման Դավթյան Համբարձումյան մեկ հպումով դեպի Մովսիսյանը փոխանցում հետևեց ընդունեց ու շրջվեց Մովսիսյանը գնդակով Դավթյանին ուղարկեց այն դեպի կենտրոն Պետրոսյան թողնում է այստեղ գնդակը Պետրոսյանը Մարտիրոսյանին կրկին Դավթյան շատ լավ ուղարկեց հիմա Դավթյանը գնդակը Պետրոսյանին ու իհարկե ճիշտ ապում բնականաբար Աջափնյակը խաղարկում են առայժմ պաշտպանությունում հիմա փոխանցում դեպի առաջ Համբարձումյանի մոտ է գնդակը ու կար արդյոք խախտում այո այստեղ խախտեց խաղի կանոնները Մխիթար Համբարձումյանը Եվ խաղարկում է ստանդարտ Մալացիայի ֆուտբոլիստները Խաչատրյանն է դարպասապահ գնդակով սխալ այստեղ Մովսիսյանն էլ արվածեց ու այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից այդպես ասենք Հիմա ձախ եզրով է փորձում գրոհել Մալացյան, բայց հիմա էլ Մարտիրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին Հետո կորցրեց այն ու հիմա կարող էր դիպուկ հարվածով աչքի լինել Մալացյան, բայց դա տեղի չունեցավ Աջափնյակի գրոհին հետևենք Մովսիսյան լավն էր փոխանցում ու վերջին պահին այստեղ Համբարձումյանը արձագանքեց գնդակին, բայց իհարկե արդեն բավական հեռացել էր գնդակը ու այն դուրս էր եկել դաշտի սահմաններից Մարտիրոսյան հիմա էլ թույլ չտվեց մրցակցին գրոհը կազմակերպել ու կրկին գնդակով Աջափնյակի ֆուտբոլիստներն առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար որից հետո շարունակենք
Սելի ֆուտբոլասերները մեկ տարկեց Աջափյանք ընդդեմ Մալացիայի հանդիպան երկրորդ կեսը, առաջի կեսից հետո 3 գնդակի առավելություն ունի խաղադաշտում։ Աջափյակը 3 գոլի հեղինակն էլ դարձել է Աջափյակի հարձակվող Ռաֆայել Մովսիսյանը հետրիկ գրանցելով իր անվան դիմաց առաջի կեսում ու արդեն տեսնենք թիմերը երկրորդ խաղակեսում ինչ կանեն։ Պետրոսյանը ուղարկում է գնդակը Ժոզեֆ Շանելյանին, շարժվում է առաջ Շանելյանը գնդակով, այստեղ չանցա փոխանցում է, բայց մնաց գնդակը Շանելյանի մոտ։ Հիմա հետ փոխանցում Գրիգորյանին ու շատ լավ նկատեց Գրիգորյանը այստեղ Մարտիրոսյանին, Մարտիրոսյանն էլ դեպի Համբարձումյան ուղարկեց գնդակը ու կարողանում են այս իրավիճակում դուրս գալ Մալացիայի պաշտպանները, բայց իհարկե ավելին ամեն չստացեց, Պետրոսյանը հեռացեց գնդակը եզից կնետի հիմա Մալացյան հարված ենք հիմա տեսնում դեպի դարպասը, բայց շեղությամբ ստացվեց այս իրավիճակում Արեն Սիմոնյանի կատարած հարված ու հարված կլինի Գրիգոր Առաքելյանի պաշտպանած դարպասից Պետրոսյան Դավթյանն է ընդունել գնդակ ու շրջվեց այստեղ դաշտի կենտրոնում, հիմա փոխանցումը բաժին ասավ Մալացիայի ֆուտբոլիստին տեսնենք Սիմոնյանն է գնդակով կրկին Սիմոնյան գեղեցիկ անցում է Սիմոնյանը հարված ու առաջին դիպուկ հարված է, այսպես ասենք տեղի ունեցավ Մալացիայի ֆուտբոլիստների կողմից Առաքելյան այն իր վրա կարողացավ ընդունել հիմա ուներ, բայց իսկապես շանս ուներ Մալացյան մեկ գնդակ ետ բերելու, դա տեղի չունեցավ այս իրավիճակում շարունակվում է Մալացիայի գրոհը բայց այսքանով ավարտվեց արդեն ու Դավթյանի մոտ է գնդակը լավ փոխանցում կատարեց դեպի Շանելյանը Համբարձումյան թողնում է կրկին գնդակը Դավթյանին Մարտիրոսյան նորից Դավթյան այստեղ նորից գնդակը բաժին ասավ Մալացիայի ֆուտբոլիստին այս գրոհը տեսնենք ինչի կվերացի Մալացյան ինչի կփորձի վերացել բայց այսքանով առաջին գրոհը ավարտվեց հիմա երկրորդ տեմպով են գրոհում սայթ հակեց այստեղ Սիմոնյանը կարծես այո հետո էլ արդեն գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից նետում է կատարում Շանելյանը Վարդան Գրիգորյան դեպի Աշ Պետրոսյանը ընդունեց արգելակեց խաղարկեց գնդակը Դավթյանի հետ դեպի Մովսիսյանը փոխանցում նորից Դավթյան Մովսիսյան գեղեցիկ անցում էր այստեղ արդեն երկրորդին հասնել չստացվեց տեսնում եք ոգևորում են ակումբի Մալացիայի երկրպագուները գուցե այս ոգևորության ալիքի ներքո որը բան կարողանա անել Մալացիան բայց Աջափյակը իհարկե շատ ամուր ու փորձառու թիմ է եւ բնականաբար 3 գնդակի առավելությունը հիմա կարող է Մովսիսյանը քառապատկել առավելությունը ուղարկեց Մարտիրոսյանին բայց Մարտիրոսյանի մոտ հարված կատարել այստեղ չստացվեց սայթակեց Մարտիրոսյանը այս իրավիճակում հիմա գուցե որևէ բան անի Մալացյան հերվից հարված տեսանք ու բարձր ստացվեց այստեղ Սիմոնյանի հարվածը ակտիվ է երկրորդ կեսում այո ամենաակտիվ ֆուտբոլիստ է այսպես ասենք Մալացիայի կազմում դա Արեն Սիմոնյանն է 2-3 դրվագում հարվածի փորձ կատարեց մեկ անգամ հարվածեց ու Առաքելյանը ետ մղեց Շանելյան լավ փոխանցում էր դեպի Խանդամիրյանը Նարեկ Խանդամիրյանն է ծախեզրում այստեղ փոխանցումը հետևեց ու հեռացեցին գնդակը բայց այն Համբարձումյանի մոտ եկավ իհարկե Դավթյանի կատարած փոխանցումից հետո նորից Խանդամիրյան պահել է գնդակը դաշտի սահմաններում Խանդամիրյանը բայց այստեղ Մալացյան ոչինչ անել չկարողացավ իհարկե շատ արագ նահանջեց ու դիրեց գնդակին Մխիթար Համբարձումյանը Խանդամիրյան եւ դուրս է եկել արդեն գնդակը դաշտի սահմաններից խաղարկեցին եզրային նետումը Մալացիայի ֆուտբոլիստները Սիմոնյան կա ձախից տարբերակ դանդաղեց այստեղ Սիմոնյանը իսկ այսքան երկար նրան մտածելու հնարավորություն չեն տա Աջափյակի ֆուտբոլիստները Դավթյանն է գնդակով թողեց գնդակը այստեղ Խանդամիրյանին ու դեպի կենտրոն Գրիգորյան կրկին Դավթյան
կա Շանելյանը կա փոխանցումը դեպի Ժոզեֆ Շանելյանը գեղեցիկ է Պետրոսյան կարելի է եզրափակել այս գրողը գոլով Շանելյանն է հարվածում դարպասապահի հետ մղեց երկրորդ հարվածել դիպավ դարպասաձողին Շանելյանի կատարած հարվածից հետո ու չհայտվեց դարպասում Դավթյան Գեղեցիկ գործողություն էր տեսնենք այս գրոհի ինչ կտա Աջապտյակին բայց Շանելյանի փոխանցումը այստեղ մի փոքր այլ ուղղությամբ ընթացավ քան շարժվում է Ռոման Դավթյանը ու հիմա տեսնենք Մալացիայի գրոհը այստեղ Համբարձումյանը թիկունքից մոտեցավ ու խախտեց կանոններ այս իրավիճակում Սիմոնյանի դեմ պայքարում այս դեպքում արդեն Նարեկ Սիմոնյանն էր 11 համարը Մալացիայի հայտնվելու տեսնենք ստանդարտ կխաղարկի հիմա Մալացիան գուցե ստանդարտ օգտության գա Մալացիային Սուլեց մրցավարը տեսնենք այս ստանդարտի խաղարկումը փոխանցումը հետևում բայց հարված չկա Շանելյանը հեռացեց իսա լավ հնարավորությունը 4 գնդակ եղինակելու Աջապտյակին Դավթյան այստեղ մի փոքր լինենք անկեղծ Մովսիսյանի փոխանցումը արդեն իսկ ուժեղ ստացվեց դեպի Դավթյանը բայց հարված փորձեց ամեն դեպքում Դավթյանը կատարել այստեղ Դիպավ գնդակը դարպասապային, հետո վերադարձավ ու Դավթյանից էլ դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա սխալ Մովսիսյանն է գնդակով կարող է պոկեր գրանցել իր անվակ դիմաց, բայց չհարվածեց այս իրավիճակում Մովսիսյանը, Պետրոսյան, մնաց գնդակով Պետրոսյանը, հիմա դեպի կենտրոն Գրիգորյանն է այստեղ, ու դեպի ձախ փոխանցում ենք տեսնում, Համբարձումյան, Դավթյանի հետ խաղարկումը ստացվեց Չի արվածում առայժմ Համբարձումյանը հիմա տեսնենք ինչ որոշում կայացնի մնաց առայժմ գնդակով թողեց հիմա Մովսիսյանին բարձից փոխանցում ու այստեղ Խաչատրյանը հեռացեց գնդակը բայց ոչ այնքան հեռու Պետրոսյան հեռվից հարվածում հիմա էլ Պետրոսյանի հարվածը բարձր ստացվում Հիմա փոփոխությունը տեղի ունենում Աջապտյակի կատում Մարտիրոսյանը վերադառնում է խաղադաշտ ու փոխարինում է Մխիթար Համբարձումյանին Տեսնենք Սիմոնյանն է ձախեզրում Շանելյանն է դիմավորել նրան Եվ իհարկե Շանելյանին մեկը մեկի դեմ պայքարում հեշտ չէ շրջանցել այն էլ այսպիսի ոչ հնարամիտ գործողությամբ այսպես ասենք իհարկե Սիմոնյանը Արագաշարժ է, բայց Շանելյանը ցանկացած իրավիճակ կարողանում է իր օգտին վերացել Խանդամիրյանի մոտ է հիմա էլ գնդակը տեսնենք իր որոշում կայացնի Նարեկ Խանդամիրյանը Մովսիսյան ու պոկերը կա Մովսիսյանի կատարմամբ 4-0 այս խաղում արդեն 4 գոլն է հեղինակում իր անվան դիմաց Ռաֆայել Մովսիսյանը Ռաֆայել Մովսիսյան 4-0 իհարկե Էլ ավելի խոշոր հիմա դարձավ հանդիպան հաշիվը դե իհարկե 3 միավոր վաստակելու հետ կապված արդեն շուտվանդից ոչ մի խնդիր չունի այս խաղում Աջապտյակը այլ հարց է տեսնենք հանդիպան հաշիվը ինչպես կավարտվի ամեն դեպքում պետք է փորձի Մալացյան կրկնում եմ առաջին հանդիպումն է ԱՖԼ-ի շրջանակներում եւ այսպիսի բարդ մրցակից է բաժին ասել միանգամից Մալացյային բայց պետք է փորձել գոնե թռչել հանդիպան հաշիվը Այս խաղում ճիշտ է դա հեշտ չէ կրկնում եմ, բայց անհնարին ոչինչ չկա Հիմա այստեղ չհասկացան միմյանց Մարտիրոսյանն ու Մովսիսյանը ու հարված կլինի Արամ Խաչատրյանի պաշտպանած դարպասից Մովսիսյան խլումը կա Դավթյան ու 5-րդ գնդակն է հեղինակում Ռոման Դավթյանը Աջապտյակի կազմում այս խաղում Ռոման Դավթյան 5-0 Դավթյանը դառնում է գոլի հեղինակ այս խաղում ու արդեն շատ ավելի ու ավելի ամեն գոլից հետո Աջապտյակի առավելությունը էլ ավելի շոշափելի է դառնում խաղադաշտում իհարկե Մովսիսյանն էլ աչքի ընկավ Գոլային փոխանցման այս իրավիճակում կատարելով փոխանցումը Դավթյանինով իհարկե նմանատիպ իրավիճակներում միշտ կարողանում է գրեթե 100% հարցին ցուցաբերել
Գրիգորյան լավ փոխանցում էր դեպի Մովսիսյանը։ Մնաց գնդակով Մովսիսյանը հիմա թողեց Պետրոսյանին, անցումը կա Պետրոսյանին, իսկ սա խաղի կանոնների խախտում էր արդեն։ Մալացիայի ֆուտբոլիստի կողմից այս իրավիճակում Մարկ Տարչյանը խախտեց խաղի կանոնները ու ստանդարտ իրականացնի հիմա Աջափնյակը տեսնենք Դավթյանն է տեղադրում գնդակը արված կատարելու համար մի փոքր հեռու է տարածությունը, բայց իհարկե նա կարող է այսպիսի տարածություններից աչքի ընկնել, տեսնենք այս ստանդարտ իշկը տա Աջափնյակին կամ մրցավարի Սուլիչը արված է կատարում միանգամից Դավթյանը ու այստեղ դարպասապահը հեռացեց, բայց նորից կորցրեց Մալացյան գնդակը ու հիմա էլ արդեն եզից կնետի Աջափնյակը Մարտիրոսյան թողնում է գնդակը Պետրոսյանին ստանում փոխանցում խաղարկում Դավթյանի հետ ու դեպի Ժոզեֆ Շանելյանը Շանելյանն էլ իր հերթին ավելացեց գնդակը դեպի իրենից ավելի ձախ որտեղ Համբարձումյանն է բարձից փոխանցում ենք տեսնում Գրիգորյան այստեղ չստացվեց Գրիգորյանի հարվածը ու գնդակը բարձր ընթացավ եւ հարված կլինի Մալացիայի դարպասից Խաղարկեցին գնդակը այստեղ Մալացիայի ֆուտբոլիստները, բայց շատ արագորեն էլ կորցրին, հիմա Պետրոսյանն է պայքարում գնդակի համար ու կարողացավ այն պահել իր մոտ դեպի հետ Առաքելյան Գրիգորյան Նարեկ Խանտամիրյանն է ստացել գնդակը ու շարժում դեպի կենտրոն ուղարկեց գնդակը Դավթյանին գեղեցիկ էր Խանտամիրյանն էլ արվածեց ու այստեղ ինչ է նշանակում մրցավարի հիմա Խախտում կար Դավթյանի դեմ պայքարում, ճիշտ է դրանից հետո հարված կատարեց Խանդամիրյանը, բայց հիմա տեսնենք մրցավարի ինչ որոշում կկայացնի, նախ առաջինը հասկանանք ինչ է պատահել Ռոման Դավթյանին, իհարկե փորձեցին ամեն ինչ անել այս խաղում Աջափնյակի ֆուտբոլիստները, որպեսզի զերծ մնան վնասվածքներից ու իրենց ողջ ուժերը պահել հետագա հանդիպումների համար Այո, 11 մետրանոց է նշանակում մրցավարը Մալացիայի դարպասի ուղղությամբ խախտումը Տուգանային հրապարակում էր տեղի ունեցել ու տեսնենք ով է պատրաստվում հարվածը իրականացնելուն Կարծես թե Մարտիրոսյանն է, այո, պատրաստվում ու տեսնենք ինչպիսի հարված կատարի Մարտիրոսյանը մրցավարի Սուլիչը կա գոր Մարտիրոսյան ու գնդակը չի հայտնվում դարպասում այստեղ հետ մղեց 11 մետրանոց հարվածը Մալացիայի դարպասապահ Խաչատրյան ու տեսնենք այս գրոհը ինչ կտա Մալացիային բայց շատ հեռու թողեց Սիմոնյանը գնդակ ու հետո էլ կորցրեց այն այո իհարկե ողջ ուժով չհարվածեց այս դրվագում Մարտիրոսյանը դա իհարկե հատիպան հաշվի ընթացքը դա հաշվի արավ Մարտիրոսյանը ու թույլ տվեց իրեն նմանատիպ հարված կատարելուն փորձեց ավելի գեղեցիկ հարվածով հաշվի ընկնել այս դրվագում դարպասապահ կատարեց ու գնդակը չհայտնվեց դարպասում իսկ հիմա գեղեցիկ խաղարկումից հետո Համբարձումյանն է գրավում Մալացիայի դարպասը հանդիպան հաշիվը դարձնելով 6-0 Մխիթար Համբարձումյան 6-0 իհարկե կրկնում եմ ամեն գոլից հետո ավելի շոշափում է Աջափնյակի առավելությունը խաղադաշտում
ու արդեն տեսնենք հիմա ինչ փորձն անել թիմերը դեռ կա ժամանակ իհարկե կարծում եմ խոշոր հաշվի մասին խոսք գնալ այսօր անիմաստ է անկախ ամենից հանդիպումը կավարտվի խոշոր հաշվով բայց օրինակ հիմա Մալացյանը ավելի կարևոր խնդիր ունի մտածելու գոնե թռչել հանդիպման հաշիվ այս խաղում Աջափնյակն էլ բնականաբար իր երթին փորձում է իր գոլերի հարագումարը ավելացնել ու ավելի լավ արդյունք գրանցել խփած եւ փաստորված գոլերի առումով Մովսիսյան Դավթյան կրկին Մովսիսյան շատ լավ փոխանցում է դեպի Մարտիրոսյանը գեղեցիկ է ու գնդակը հայտնվում է դարպասում ամեն ինչ գեղեցիկ արեցին Աջափնյակի երեք ֆուտբոլիստներ այս դրվագում Մովսիսյան, Դավթյան, Մովսիսյան, Մարտիրոսյան ու գրո եզրափակված է գոլով Գոր Մարտիրոսյան 7-0-ի դառնում հանդիպման հաշիվը չիրացեց 11 մետրանոցը, բայց փոխարենը ինչպիսի շքեղ գոլով է աչքի ընկնում խաղադաշտում Մարտիրոսյանը, իհարկե սա անելու համար պետք է շատ սառնասրտորեն լինել, ինչն էլ կարողացավ անել Աջափնյակի 6 համար այս իրավիճակում Շանելյանն է գնդակով լավ խաղարկում էր Մարտիրոսյանին է կրկին ուղղված այս փոխանցումը մեկ հպումով դեպի Պետրոսյանը, բայց այստեղ չհասցրեց Գնդակ ուղարկել դարպաս Անդրանիկ Պետրոսյանը փոխարենը շարունակվում է Աջափնյակի գրոհը Մովսիսյան Ռոման Դավթյան կրկին Մովսիսյան խաղարկում են գնդակը Մովսիսյանն ու Դավթյանը ու հիմա դեպի Գրիգորյանը փոխանցում կատարեց Դավթյանը Մարտիրոսյան տեսնենք այս գրոհը ինչ կտա Աջափնյակին գոր Մարտիրոսյան հարված պաշտպան իր վրա ընդունում Պետրոսյանի մոտ է գնդակի հիմա էլ Վարդան Գրիգորյան ու այստեղ կորցրեց եւ հետո խախտեց Գրիգորյանը խաղի կանոնները Հարկում են կրկին Մալացիայի ֆուտբոլիստները գնդակը պրեսինգ է գնացել Մովսիսյանը, բայց այստեղ մնաց գնդակով Սիմոնյանը Հիմա սխալ փոխանցում Պետրոսյան բայց հարված այս դեպքում չկատարեց Պետրոսյանը փոխարենը փոխանցում Մարտիրոսյանին գեղեցիկ հարկում էր գոր Մարտիրոսյան ինչու այս դեպքում չհարվածեց Մարտիրոսյանը կամ չուղարկեց գնդակը Համբարձումյանին ով միայնակ էր ձախ եզրում Հիմա միգուցե Մալացյան որևէ բան կարողանա կազմակերպել, բայց ոչ իհարկե Վարդան Գրիգորյանը շատ հաջող պաշտպանվեց ու հիմա տեսնենք ինչ է պատահել Մալացիայի ֆուտբոլիստին Ամեն ինչ կարգին է Մալացիայի ֆուտբոլիստի հետ, շարունակվում է հանդիպումը, Դավթյանն է գնդակով Մարտիրոսյան լավ կերպ թողեց գնդակը Գրիգորյանով շարժվում է առաջ Ձախից կա Խանդամիրյանը կատարեց փոխանցում այստեղ Գրիգորյանը Մարտիրոսյան Գոր Մարտիրոսյան գուցե եւս մեկ փորձ այստեղ խաղարկում Համբարձումյանի հետ կատարեց Մարտիրոսյանը ու հիմա արդեն գնդակը դարպասում է դուբլ Մարտիրոսյանի կատարման այս խաղում Այո, նաև դուբլի հեղինակ դարձավ Գոր Մարտիրոսյան այս խաղում 8-0 դարձնելով Աջափնյակի առավելությունը Տեսնենք վերջին րոպեներն են հանդիպան Հասկանանք ինչ կփորձեն անել թիմերը այս վերջին րոպեներին Վարդան Գրիգորյան, Դավթյան Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Մովսիսյանին Գեղեցիկ է անում Ռաֆայել Մովսիսյանը ամեն ինչ Խանդամիրյանի հետ խաղարկումն էլ ստացվեց, բայց վերջի բային հարվածը Մովսիսյանի մոտ չստացվեց փոխարենը անկյունային իրականացնի հիմա Աջափնյակը Այո 8 գոլերից
4-ը հեղինակել է Ռաֆայել Մովսիսյանը, դուբլի հեղինակ է դարձել Գոր Մարտիրոսյանը։ Մեկական անգամ էլ խաղադաշտում աչքի են ընկել Համբարձումյանն ու Ռոման Դավթյանը։ Հետ փոխանցում կատարեց այս իրավիճակում Դավթյանը, Արաքելյան դեպի ձախ։ Մովսիսյանը ուղարկում է գնդակը Համբարձումյանին, ով զարգացնում է արագություն, կա փոխանցում, Խանդամիրյանը չհասցրեց այս իրավիճակում հարված կատարել, բայց նորից անկյունային կիրականացնի Աջափնյակը։ Արագորեն խաղարկեցին գնդակը, այստեղ Մովսիսյան բարձից դեպի Տուգանայինի, Մատույցներ Շանելյանը հետ է ուղարկում գնդակը Դավթյանին, ստանում պատասխան փոխանցում ու նորից դեպի Տուգանային, այստեղ Խանդամիրյանը փորձեց շրջադարձ հարվածով աշկի ընկնել, բայց բարդ իրավիճակ ու հարված կատարել այս իրավիճակում չստացվեց։ Ու ստանդարտ են խաղարկում Մալացիայի ֆուտբոլիստները, Սիմոնյանը հասավ այս գնդակին, շարժվում է առաջ ձախ եզրով դեպի կենտրոն փոխանցում, գուցե հարված հետևի դարպասի ուղղությամբ, այո հարվածը կա, բայց բարձր է ստացվում հիմա էլ Մալացիայի ֆուտբոլիստ Մարկ Տարչյանի կատարած հարվածը ու տեսեք արդեն արագորեն նորից Աջափնյակը գրոհի անցնում, Մարտիրոսյան կա, Խանդամիրյանը չկատարեց փոխանցում, հիմա Մովսիսյանին է ուղարկում գնդակը, բայց Մովսիսյանի փոխանցման ճանապարհը փակվեց, Պետրոսյան կրկին Մովսիսյան մնաց գնդակը Ռաֆայել Մովսիսյանը ամեն ինչ գեղեցիկ արեց, բայց հենց իրենից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Բայց միայն իր համար։ Գեղեցիկ, բայց միայն իր համար։ Հիմա կրկին Մալացյանը գնդակով։ Տեսնենք այս գրոհը ինչի կվերացի Մալացյան նկատել է այստեղ Մալացիայի ֆուտբոլիստը, որ Արաքելյանը դուրս է եկել դարպասից, բայց գնդակը անցկացնել դարպասապայի վրայով չստացվեց։ Դավթյան, Մովսիսյան, կրկին Դավթյան, գեղեցիկ էր այս ամենը, Մովսիսյան հարված 9-0 է հանդիպան հաշիվը դառնում։ Պենտատրիկ Մովսիսյանից այս խաղում տեսանք արդեն։ Ռաֆայել Մովսիսյան 9-0, 5-րդ գնդակը Մովսիսյանի այս խաղում իր անվան դիմաց գնացեց Աջափնյակի հարձակողը։ Իսկապես գեղեցիկ արեցին ամեն ինչ այս դրվագում, գոլի դրվագում Աջափնյակի ֆուտբոլիստները, հիմա էլ Սուլեց մրցավարը, բայց սա հանդիպման եզրափակիչ Սուլիչներ հանդիպումը ավարտված է, շնորհակալություն երկու թիմերին էլ այս հանդիպման համար, Աջափնյակը վաստակում է իր երթական 3 միավորը ու շրջանցում մրցաշարային աղյուսակում Սելտային։ Մեզ մոտ կարճատև դադար է, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։